Նրանք շարունակում են աղմկել աշխարհով մեկ։ Հիմա էլ Ղազախստանում է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարել մեջբերում Հայաստանը դեռևս տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Երկրում կան ռևանշիստական տրամադրություններ եւ այս ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի եւ Երևանի միջև տևական խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը բավականին մեծ ճանապարհ է անցել։ Չնայած դրան տևական խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են մնում։ Հիմնականը Հայաստանի սահմանադրության մեջ պահպանվող տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ, այդ երկրի արագ ռազմականացումն ու ռևանշիստական տրամադրությունների աճը։ Ցինիզմը ինչ խոսք անթակույց է, տարածքային նկրտումներ Հայաստանից հենց իրենք ունեն։ Խաղաղություն են խաղում 12-րդ անգամ փաստաթուղթ ուղարկում Երևան ու հնդածս Ալիևը Թուրքիայում պնդում է անում, մեջբերում Զանգեզուրն ադրբեջանական հող է, որ միտումնավոր հանձնվել է Հայաստանին ադրբեջանցիների կյանքը բարդացնելու համար։ Նախիջևանը հինավուրց ադրբեջանական հող է։ Այն սակայն արդեն ավելի քան 1 դար է, ինչ անջատված է Ադրբեջանի հիմնական տարածքից։ Դրա պատճառն այն է, որ 1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անկումից 5 ամիս անց խորհրդային իշխանությունները Արևմտյան Զանգեզուրը դուրս բերեցին Ադրբեջանի կազմից եւ միացրին Հայաստանին։ Այդպիսով կտրվեց Ադրբեջանի հիմնական տարածքի եւ մեր երկրի անքակտելի մաս հանդիսացող Նախիջևանի ցամաքային կապը։ Հետո արդեն Մեջլիս մտավ Էրդողանը երկրորդելով Ալիևին, ասաց եղբոր Ալիևի հետ շատ կարևոր հարցեր են քննարկել, հատկապես Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները։ Չմասնավորեցրեց ինչ են քննարկել, զիջումների գնալու հնարավորություն, ճնշում բանեցնելու հնարավորություն։ Էրդողանը նաև հայ-թուրքական հարաբերություններն այստեղ ուղիղ կապեց հայ-ադրբեջանական կարգավորման հետ։ Սպասում են փաստորեն խաղաղության համաձայնագրի կնքմանը եւ Էրդողանի ձևակերպմամբ ակտիվ ջանքեր են գործադրում Հարավկովկասում բարգավաճման ու կայունության հասնելու համար։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի հետ մեկտեղ մենք անհամբերությամբ սպասում ենք համաձայնության գալ, որը թույլ կտա կայուն խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Ալիևի Անկարա այցին հետևեց հայտարարությունը Բաքվից Ալիևի օգնական Հաջիևի կատարմամբ։ Գրեց, թե Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի Արցախյան պատերազմի հանցագործներին, որոնք գտնվում են Հայաստանում։ Առաջին անգամ չէ, որ նրանք այս ձևակերպումով նկատի են առնում Հայաստանի նախկին նախագահներին, պաշտպանության նախարարներին, բարձրաստիճան զինվորականներին եւ ուշագրավ է, որ Հաջիևը սա դարձյալ կրկնեց Ալիևի Անկարա գնալուց հետո։ Հիմա էլ հետևեց Բայրամովյան այս հայտարարությունը։ Բաքուն չի դադարեցնում վերջնագրերի տարափը, ինչպես է հնարավոր հասնել խաղաղության փաստաթղթին, ինչ խմբագրում կուղարկի Երևանը Բաքվից 12-րդ տարբերակը ստանալուց հետո։ Այս բանին Ադրբեջանը, քանի որ մենք այսպես խաղաղության պայմանագրի հետևից են գնաց, փորձում է մեր կողորտ ցեղմի եւ իր բոլոր պահանջները բավարարել դա Հայաստանին։ Ինչ պայմանավորվեցին Էրդողանն ու Ալիևը Անկարայում։ Առանց Էրդողանի թիկունքի Ալիևը հենց Անկարայում կխոսեր Հայաստանի տարածքի հանդեպ հավակնությունների մասին, ձևակերպելով, թե խորհրդային իշխանությունն է ադրբեջանական հողերը իբր հանձնել Հայաստանին։ Պայմանավորվել են առավելապաշտության ձգտումը պահել, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ Ալիևը ամենևին էլ մենակ չի գնում փորձերին սեղմել մեր կոկորդը։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։